Մինչև բուն հարցին անդրադառնալը մի քանի արձանագրում անենք ու հետո պատասխանեմ քո հարց։ Առաջինը նախ ես մինչև 2018 թվականը չեմ զբաղեցրել որևէ պաշտոն, որը նույնիսկ հայտարարագրման ենթակա է եղել։ Որովհետև հանրային հեռուստաընկերությունը մի ռեպորտաժ էր սարքել, անընդհատ նշում էր, որ ազգային ժողովի փոխնախագահ, ազգային ժողովի падգամավոր եւ այլ, կարծես տպավորություններս 7 տարիների ընթացքում ինչ-որ գույքեր, հարստություններ եմ ձեռք բերել, մինչ այլոց 18 թվականից հետո ինչ անշարժ գույք ձեռք եմ բերել, նվիրում եմ իրանց։ Այսինքն այս մեկ, որ հստակ լինի, ես մինչև 18 թվականը որևէ անշարժ գույք ձեռք, որը բարձր պաշտոն չեմ ունեցել, որտեղից ինձ ձեր նշած $700,000 դատախազության նշած։ Ուրեմն իմ ընտանիքը զբաղվել է գործարարությամբ։ 2016 թվականին ստեղծված ընկերությունը, որի իր հիմնադիրներին փոխանցած շահաբաժինը համարում են ապօրինի, այս 10 տարվա մեջ իրենց իշխանության տարիներին վճարել են 600 միլիոն դրամից ավել հարկ, շուրջ 500 միլիոն դրամ տվել ենք աշխատավարձ, այդ ընկերությունը անցել է տարբեր հարկային ստուգումներ եւ յուրաքանչյուր ամիս այս 10 տարիների ընթացքում 2.5 միլիոն դրամի կարգի շահույթ ունեցել, որը փոխանցել է իր հիմնադրին։ Այսինքն այդ գումարը, որը տենց մեծ հայտարարում են $700,000 267 միլիոն դրամ, 66, դուք էլ գրել եք դրամը դարձրել եք դոլար արդեն, դա այդ ընկերությունից փոխանցված շահույթն է իր հիմնադրին 10 տարվա ընթացքում։ Ինչ ասում դատախազությունը, ասում է, քանի որ ինձ հայտնի չեն, իրավասու մարմնին հայտնի չեն տվյալներ, թե այդ ընկերությունը ինչ կարգի ներդրումներ է իրականացրել, հետևաբար չի երևում այդ աղբյուրները, այդ ստացած շահույթը համարում ենք ապօրինի, եկեք դատարանում ապացուցեք։ Հիմա ես հարց եմ տալիս, եթե դուք չեք ուսումնասիրել, եթե դուք չգիտեք, ես տեղից պաշտոնապես ասում եմ, որ այդ ընկերությունը որևէ դրամ ներդրում չի արել, որովհետև դա ընդհանրապես կառավարող ընկերություն է եղել, վարձակալել է հյուրանոցներ եւ կառավարում է իրականացրել, որտեղից շահույթ է ստացել։ Այսինքն այս շոուն, որը անում եք անիմաստ, առանց ուսումնասիրելու, առանց այդ տեղեկությունները իմանալու, դրա նպատակը ո՞րն է։ Պարզ բան, որ այս ամբիոնից հայտարարեն, տեսեք, գողերը, թալանչիները, սս թվեր հրապարակեն, բայց տակը ոչ մի բան չկա, սա ընդամենը շոու է, որը կարճ ժամանակ հետո բոլորին պարզ կդառնա։ Նույնիսկ ասում եմ, իրենք իրավունք չունեին այդ ժամանակաշրջանի հետ կապված վարույթ հարուցեին, որովհետև օրենքը ասում է, որ պաշտոնը ստանձնելու օրվանից հետո ես պաշտոն Ժորժան չեմ ունեցել, հեռավոր ազգակցական բարեկամ էլ չեմ ունեցել։ Ու եթե այս իշխանությունները 7 տարի փնտրեցին, ինձ գտան, որ ես եմ կոռուպցիաները, ինչ ասեմ, մեղք են սրանք։ Այսինքն ճիշտ հասկացանք, Աննա Վարդապետյանին փող չունեք տալու։ Իհարկե չունեմ որևէ մեկին տալու, որովհետև դա ապօրինի չի եւ շատ կարճ ժամանակ հետո, երբ որ ես նույնիսկ դատարանի պահանջ էլի հիմա չունեմ, որ ասեմ, օրինակ այնտեղ գրած է 3 անշարժ գույք Երևանում, ես 3 անշարժ գույք անկեղծ եմ ասում, չունեմ Երևանում։ Հիմա ուզում չէ այնտեղ ասում է 3 անշարժ գույք Երևանում։ Ես Երևանում ունեմ մի հատ բնակարան, մի հատ պարկինգ մեքենայի ավտո կայանատեղի։ Հիմա երրորդը ինչի մասին, անկեղծ չգիտեմ, որ թղթերը ունենամ, հասկանամ։ Հա? Եթե հայտնաբերեն։ Չէ, ուղղակի դա խնդիր կա, որ նվիրեմ կնվիրի Ալիևին, դա պրոբլեմա թե չէ։ Այսինքն հաստատ պետությանն էլ չի մնալու, Պարոն Սաղաթելյան, այսպես ասում եք 18-ից առաջ չեք ունեցել պաշտոն, բայց հավանաբար դա նաև իրենք գիտակցում են, բայց այսպես ասում եք շոու են անում, ցույց տալու, այսպես նախկինների վայրեն։ Իրանք ուսումնասիրությունը այլ ժամկետների մեջ են վերցրել, տեսել են այդտեղից ոչ մի բան գլուխ չեն հանում, չի ստացվում, հետո էլի են առաջ գնաց հասել են 2008 թիվ։ 2008 թիվը որտեղից է գալիս։ Ես եղել եմ ազգային ժողովի փոխնախագահի օգնականը։ Իմիջիալոց ինձ չեն մեղադրում պաշտոնական դիրքը չարաշահելու, կաշառք տալու, կաշառք վերցնելու, հարկեր թաքցնելու մեջ։ Ուղղակի ասում են, տեսել ենք գույք ունես ու այդ աղբյուրը չի երևում, արի ապացուցի։
Գործ ուղարկել են դատարան, գնա հերթով սկսի ապացուցել։ Իհարկե ամեն ինչի ձեռքբերման եւ փաստաթղթերը կա, եւ աղբյուրները կա, եւ մնացածը, այստեղ խնդիր չի լինելու։ Խնդիրը շոուն է ու այս տհաճությունը, որ ամբողջ ընտանիքիդ, հարազատներիդ, քուր, եղբայր, հարս, կին, հայր, մայր, սաղի ունեցվածքի վրա կալանք են դրել, հաշիվները սառեցրել, sense մի հատ շոու են անում ու մարդկանց կերակրում են, տեսեք, հերթական գողին բացայտո գողնել եք դուք, թալանչինել եք դուք, ու այս դալիճում նստած ձեր ՔՊԱ-ականները, ասեն, ում հետ եք տարե համեմատում ես։ Այսինքն դա անում է։ Այո։ Փող չունեք։ Հիմա դա կուցանում են այս պարգևատրումների այս սկանդալի ֆոնին, որպեսզի քանի որ մեծ հանրային դժգոհություն առաջացրեց, գուցե դա անում են այդ իրենց այս օրինական թալանը իրենք անում են այն, ինչ արել են 7 տարի մարդկանց, ես ասել եմ, նրանք ովքեր բարձր դիրք են ունեցել, հաճախ այդ պաշտոնը դրա համար օգտագործել են, իրենք իրենց հետ հաշտ, խաղաղ, երջանիկ կիսվում ու ապրում են։ Այսինքն ես նորից եմ ասում, Ժորժ ջան, մարդ, որպեսզի կարողանա գողանա, թալանի, պետական տենդերի չեմ մասնակցել, պաշտոն չեմ ունեցել։ Պետքա ունենաս այդ պաշտոնը, որ կարողանաս օգտագործես։ Հեռավոր ազգակցական պաշտոնյա բարեկամ չեմ ունեցել։ Բայց այս մարդիկ չեն ուզում համակերպեն այն մտքի հետ, որ մեր երկրում եղել են, դա չէ իրանք այդ փող խոսնակ եղած օրվանից մինչև հիմա ինչ անշարժ գույք ձեռք բերել եմ, տալիս եմ իրանց։ Այսինքն, որտեվ իրանք անընդհատ ասում են ազգային ժողովի փող խոսնակը պատգամավոր բան, տպավորություն է, որ սենց այս ընդդիմադիր իրավիճակում թալանել ենք $700,000 մեկից, բայց ինչ որ բան է ասում միտքս կտրվեց, հա։ Լավ, խնդրեմ, հեսա քիչ։ Գիտեմ, ես մի փոքր իշմիացա կարող անդրադարձել եք, այ Վենսի այցը ինչ տվեց Հայաստանի։ Ինչ ուղիղ անցում, այսին թեման փակել է արդեն Վենսի այցը, ամբողջ մամուլի առաջի էջերում ես եմ։ Ակցիայի իրականացում գեյների վերադարձյանից հարցը բացում կբարձրացնի, այսը կփոխանցի։ Հույս ունենանք, որ կբարձրացնի։ Վստահ չեմ իշխանությունների այդ հարցով որքան են հետևողական եղել, բայց հույս ունենք, որ այս հարցում առաջընթաց կունենանք։ Պարոն Սաղաթելյան, Ռոբերտ Քոչարյանը իր վերջի ասուլիսում չէր բացրել, որ գործող դաշինքը կպահպանվի, բայց ըստ էության վերջնական էլ չէր հստակեցրել։ Կա այս առումով հստակեցում եւ դաշնակցությունը հակված է, որպեսզի նորից իր 100-ամյա կուսակցության առաջնորդը Ռոբերտ Քոչարյանը լինի։ Այստեղ ուզում եմ ձեր համար հստակ լինի, Ռոբերտ Քոչարյանը Հայ-Հեղափոխական դաշնակցության առաջնորդը չի, ոչ ինքն այդ մասին ասել, ոչ էլ մենք ենք ասել։ Դաշինքը վարչապետի թեկնածուն, դրանք տարբեր բաների մասն է խոսքը։ Երկու միավոր համատեղ կնքում են դաշինք նպատակի շուրջ եւ գոյություն ունի վարչապետի թեկնածուն։ Մենք ասել ենք, որ արժևորելով Հայաստան խմբակցության գործունեությունը նպատակ ունենք պահպանելու եւ այդ ուղղությամբ բանակցություններ, քննարկումներ են տեղի ունենում։ Հենց բային որևէ խնդիր դժվարություն չկա, ըստ ժամանակի այդ մասին մենք կհայտարենք։ Նաև խոսել ենք, որպեսզի շատ բարձ պատճառով դրան ենք շատ մանրամասն անդրադարձել, որովհետև մենք գնահատում ենք, որ նախ խնդիր չունենք շեմը հաղթարելու առանձին մասնակցելու դեպքում։ Մենք այն ուժերի թվին չենք պատկանում, որ չենք կարող շեմը հաղթարել, բայց մենք ունենք ոչ թե խորհրդարան անցնելու 4, 5, 6 կամ նույնիսկ 10 պատգամավոր ունենալու խնդիր, այլ մենք խնդիր ունենք ընդդիմադիր դաշտում ստեղծել խոշոր բլոկներ, ովքեր իրենց ուժերը կմեկտեղեն հնարավորությունները, ավելի լավ արդյունք կգրանցեն եւ կարողանանք այս չարիքի իշխանությունից ազատվել։ Այս նպատակից ելնելով, այո, մենք մեր օրինակով ցույց ենք տվել եւ գտնում ենք, որ քաղաքական դաշտի մյուս ուժերը եւս պետքա գնան խոշոր բլոկներ ստեղծելու, միավորելու ճանապարհը, որտեղ ակնհայտ է կան ընդդիմադիր բավականին լավ ուժեր, թարմ իրենց գաղափարներով, իրենց թիմերով, բայց ակնհայտ է, որ իրենք շեմը հաղթարելու դժվարություն ունեն։ Հիմա ինչ կարիք կա գնալ այդ քվեները փոշիացնել։ Մենք առաջարկում ենք, քննարկում ենք, խոսում ենք, որ կամ այդ ուժերը միավորվեն միմյանց հետ, կամ խոշոր բլոկներում, որպեսզի կարողանանք ընդհանրապես մեր խնդիրը լուծենք։ Որևէ ընդդիմադիր ուժ, եթե գնա ընտրության, հավաքի 49%, ունենա ամենաշատ ընդդիմադիր պատգամավորները, բայց ընդհանուր ընդդիմությունը չհաջողի, այսինքն այս իշխանությունը շարունակի մնալ։ Դա մենք կգնահատենք խորը ձախողում։ Հետևաբար
ճիշտ ենք համարում, հաշվի առնելով երկրի առջև կանգնած մարտահրավերները, ամբողջ խնդիրները, իրոք միավորել ուժերը եւ հասնել հաջողության։ Դուք տեսնում եք Մենք Հայաստան դաշինքի հիմքի վրա տարբեր ուժերի անհատների հետ քննարկումներ ունենք։ Մինչև սա վերջնական չլինի, այդ մասին խոսելը ճիշտ չէ։ Խոշոր ընդդիմադիր ուժերից Սամվել Կարապետյանի թիմը բացառում է ուղիղ համագործակցությունը գոնե նախընտրական շրջանում Ռոբերտ Քոչարյանի թիմի հետ։ Մենք գտնում ենք, որ շատ նորմալ է, երբ որ տարբեր ընդդիմադիր միավորներ փորձում են իրենց ծրագրերով առանձին մասնակցել, բայց գտնում ենք նախընտրական շրջանում կան կարևորագույն հարցեր, սկսած ընտրությունների օրինականությունը հսկելուց, վերջացրած քաղաք բանտարկյալների պաշտպանությունից, հարցեր, որոնց շուրջ պետք է համագործակցել, իսկ հետընտրական շրջանի համագործակցությունը կյանքը եւ ժամանակը ցույց կտա, կհասկանանք ով ինչ ներգրավվածություն ունի, ինչ ծավալով եւ կտեսնենք։ Մեր մոտեցումը ստեղ եղել է շատ հստակ։ Եթե մեր համագործակցությունից է կախված լինելու այս իշխանության հեռացումը, մենք պատրաստ ենք ընդդիմադիր ուժերի հետ համագործակցել եւ այդ ակնկալիքը ունենք նաեւ մյուսներից։ Բայց նախընտրական շրջանում, գիտեք, շատ բնական է, որ ամեն մի միավոր հանդես է գալիս իր ծրագրերով, ասում է ես իմ ձևով կգամ ավելի լավ կանան եւ իրենց ցանկի առաջի համարը կամ իրենց ներկայացրած տեխնացուն ներկայացնում են, որ լավագույնն է։ Սա շատ բնական, նորմալ քաղաքական process։ Պարոն Սաղաթելյան, Ռուսաստանից վերադարձած Ալեն Սիմոնյանը այսօր ակնհայտ մեղմ տոներով էր խոսում, այսպես Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին, ինչ է կարծում, սա ընտրությունների հետ կապ ունի, իրենք հասկացել են, որ ռազմավարական դաշնակցի, այստեղ Հարավային Կովկասում, չգիտեմ, գիտեք, եկեք ավելի բան ասեմ, էլի առավոտից իրիկուն ստեղից գոռում են, մեզ մեղադրում են հիբրիդային պատերազմի, Ռուսիա ագենտներ, չգիտեմ, ռսա ինչ են ասում, հասնում են Կրեմլի շրջակայքում, սկսում են այնտեղ կոշիկներ լիզել, ու ինչ ստեղ ասել են, ամբողջությամբ փոխել ու հակառակ ասել, էս են սրանք։ Այսինքն գան այստեղ խոսան, հենց Լավրովը կլինի օֆտեն, տեսնես սկսել լիզել։ Այն որ հիշում եք, մի ժամանակ ամբիոնից ասում էր լիզում են, իսկական լիզո, իրանց համար իմիջիալոց իշխանությունը պահելու համար հեչ տարբերություն չկա, Մակրոնի կոշիկները կլինի Ալիևի, Էրդողանի, թե Լավրովի, այսինքն լիզելու բանը լինի, իրանք այդ անում են իրենց իշխանությունը պահելու համար։ Եթե դա օգնելու է իրենց իշխանությունը պահելու, իրանք ամեն ինչի պատրաստ։ Հիմա այս ինչու եք դա բանը։ Եկեք այս լիզելու թեման թողնենք։ Պաստորեն Վենսը հայտնեց Փաշինյանին, բարեկամ կոչեց, ասեց մեր բարեկամ վարչապետը, նաև ընտրությունները հիշատակեց։ Այս աջակցությունը, որ ԱՄՆ-ից ունի, Եվրամիությունից ունի, ինչ հնարավորություններ ունի այս դեպքում ընդդիմությունը իշխանափոխություն անելու։ Գիտեք, Հայաստանում իշխանությունը ձևավորում է հայ ժողովուրդ։ Ամենակարևոր բանը չունի ժողովրդի աջակցությունը։ Հիմա պարզ է, որ Էրդողանն էլ, հիմա Ալիևը ընտրակաշառք է բաժանում, դարել է Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբի պետը, ցորեն, չգիտեմ, բենզինը, սա առաջիկայում նոր բաներ կուղարկի, այսինքն ինչ կա, այդ առևտուր չի, դա ուղիղ ընտրակաշառք է, որի դիմաց վճարելու ենք տարածքով եւ արյունով։ Այդ անելու են, բայց այդտեղ խնդիրը հետեւյալն է, մեր ժողովուրդը ընդունելու է դա, թե ոչ, եւ արդյոք ժողովուրդը աջակցելու է, թե ոչ։ Եթե ժողովուրդը չաջակցի, ես կարծում չի աջակցելու, ով դրսից ասում են արժևում կկնքվի, Վենսը եկավ Հայաստան, դա ժողովրդին խաբելու միջոց է։ Նիկոլ Փաշինյանը խաղաղության օրակարգ չունի։ Ինգիա կառավարման 8 տարիների 5 տարիները շարունակ եղել են զիջումների, կորստի ու ողբերգության տարիներ, իսկ վերընտրվելուց հետո շարունակելու հանձնել։ Երբ որ իրանցից մեկին տեսնեք, խնդրում եմ ուղիղ հարցրեք։ Այն որ ասել եք Հայաստանի տարածքում տիրապետության տակ կան ադրբեջանական տարածքներ, խոսքը ինչի մասին է։ Այսինքն արդյոք պատրաստում եք օրինակ Տիգրանաշենը հանձնել։ Մարդը ուղիղ հայտարարել է, չէ՞, եթե վերընտրվեմ, հանձնելու եմ։ Հետևաբար ինչ խաղաղության օրակարգի մասին է։ Դա հերթական զիջումների շարունակական հանձնելու ասել են արդեն այդ մասը ու այնքան խիստ է եղել այդ պահանջը, որ չեն կարողացել թաքցնել։ Հիմա առաջիկայում կհրապարակեն
Սահմանադրության տեքստը կփորձեն Ալիևին վստահեցնել, որ հանգիստ եղի, ինչ ասել ես, հետևողականորեն կատարում են։ Ես չեմ բացառում, որ պայմանագիրը ստորագրեն, որ փաթաթեն հաջորդ խորհրդարանի վրա եւ ասեն, տեսեք, խաղաղությանը մոտ ենք, բայց պետք է հասկանանք, Նիկոլ Փաշինյանը խաղաղության թշնամին է։ Սաղաթելյան եկեղեցու դեմ արշավում ակնհայտ է եւ Կիրակ Գյորվա, այսպես ասած, կեղծ պատարակներ ցույց տվեց, որ նա հանրային աջակցություն չունի, արդեն շատ գաղտնի պայմաններում է գնում, որպեսզի անգամ թիմակիցները չգնան։ Սա էլ է ցուցիչ, որ հանրային աջակցությունն այս հարցում եկեղեցու դեմ հարցում չունի եւ ըստ փորձագետների ասում են, եթե ինքը տապալվի այս եկեղեցու դեմ արշավում, դա նաեւ ընտրական գործընթացի վրա կազդի, այսինքն մեսիջ կլինի բնակչությանը, որ ինքը չունի այդ աջակցությունը։ Սա ինչպես է գիտեք, այն որ եկեղեցու հարցում խոպածանր քարի է հանդիպե, այդ ակնհայտ է։ Այն որ այդ շրջիկ թափառախումբը չի կարողանում մարդ գեներացնել բացի ինչ-որ շատ նեղ քպեական շրջանակներից, դա եւս ակնհայտ է, որտեղ իրոք դժվար է հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ պայքարել ու հաջողել, բայց որ ինքը շարունակելու է այդ պայքարը եւ փորձելու է հատկապես Վենսի այցից հետո նոր զարգացումներ լինի այդ ուղղությամբ, դա եւս կանխատեսվող է, որ ինքը դա որքան կարողանա շարունակելու է, որովհետեւ դա Ալիևի հերթական պահանջներից մեկն է, ու սա ամենևին չափազանց։ Այսինքն ինչը Վենսի այցը իրակ փորձում էին Դե այստեղ փորձում է ծանոթ եմ, այստեղ փորձում է պատասխանատվությունը նաև ազգային ժողովի վրա դնել ու ԿՊ խմբակցությանը եւս ամբողջությամբ ներգրավել այս հակաօրինական պրոցեսի մեջ։ Չեմ բացառում, ինչ ասես, իրենք սահմանադրական կարգ էս իմաստով վաղուց տապալել են, իրենց բոլոր գործողությունները հակաօրինական են, հետևաբար այն որ վաբանկ վիճակ է, էլի շարունակելու են ինչ կարող են այս ուղղությամբ։ Այսինքն Վենսի այցից առաջ իրենք փորձել են այս թեմաներով այսպես քիչ։ Այո, որովհետև ինչ շարք բաներ հաշվի առնել։